ազգային ժողովում էլ քննարկվեց ձեր դատարանում ելույթը կամ հարցադրումը ոստիկանին, նախ ոստիկանի նկատմամբ նմանօրինակ դրսևորումը կամ ձևակերպումը, որ ասել են սրտից ձեզ նկատի ունեն, որքանով է պատգամավորի հարիր կամ ինչու է ձևակերպումը արեցիք։ Տեսեք, չգիտեմ, իսկ հիմա դուք ինչ-որ կտոր եք տեսել, ենթադրում եմ ամբողջ դատարանությունը չեք տեսել, դատարանում մենք քննարկում ենք դեպքի փաստական հանգամանքները, թե ինչ է տեղի ունեցել, ինչի է տեղի ունեցել, ով ինչ է ասել, ով ինչպես է արձագանքել, այսինքն այդ արտահայտությունը օբյեկտիվ իրականության մեջ եղել է։ Ես մեքենայի մեջ նման հայտարարություն արել եմ եւ հենց դա է քննարկման առարկան, որովհետեւ կոնկրետ այդ ոստիկանը, որը մեքենայի վարորդն էր, երբ որ ինձ նստացնում են մեքենա, այսպես մեջքի վրա, ոտքերից բռնած նստացում են մեքենա, ինքը վարորդն ով պտտվում է, սկսում է ինձ հարվածել։ Չեմ հասկանում ինչի համար, պատկերացնում եք, մտցնում են մեքենա, այդ տղան, պտտվում է, այսպես պատկերացրու գլուխը այսպես հետև մտցնում են մեքենա, ուսանց զգում ես մեկը պտտվում, սկսում է ոչ մի բառ, ոչ մի խոսակցություն, պատկերացնում եք իմ զարմանքը։ Իր հետ ոչ մի բառ չեմ խոսացել, չէի հասցնի նույնիսկ խոսել։ Ու ըստ երևույթի ամեն ինչ սկսել է իմ դեպքի մասով այդ տղայից, որովհետև իմ զայրույթը հետո մեքենայի մեջ երբ որ կադրերի կա, երբ որ ես այդ բառը օգտագործում եմ, ուղղված է եղել այդ տղայի գործողություններին, որովհետև այդ պահին, չգիտեմ, այդ վիճակում երևի թե ինչ որ վիրավորելու, իմ զայրույթը ցույց տալու ամենից հարմար բառը դա եմ գտել։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է սխալ, բայց ամեն դեպքում ոստիկանը, երբ որ մտցնում են մեքենա, վարորդը պտտվում սկսում է հարվածել, համաձայն եք, այդքան էլ հաճելի բան չի ու լավ բան չի։ Ուզում եմ ես բարձրաբանել, որ այս կոնտեքստում է եղել ու ես նաև ինչի եմ սա ուզեցել, թույլ տվեք ասեմ ինչի վերջ բարձնի, ինչի եմ սա ուզեցել նաև դատարանում բարձ լինի, որ տպավորություն չլինի, որ ես բոլոր ոստիկաններին, երբ որ մեքենայի մեջ ասել եմ, նկատի ունեցել բոլորին։ Ես նկատի ունեցել կոնկրետ ոստիկանի, կոնկրետ իր գործողությունների պատճառով։ Ան Քոչարյան, տեսեք, գուցե այդ պայն հարվածներ է հասցրել, ինչպես դուք եք ասում, հանկարծակի եւ զայրույթի Գուցե չէ եղել այդպես է։ Եվ զայրույթի պայն ցանկացած մեկն էլ կարող է տարբեր կերպ ավելի կոշտ արձագանքել, բայց այդ դատարանի տեսարանը, ցուցադրաբար եւս մեկ անգամ նրան ասել եւ հանրայնացրել, որ հենց կոնկրետ քեզ եմ ասել, կոնկրետ ասել, որ քեզ եմ ասել մուսր եւ դնել կոլաժում ձեզ եւ իրեն արդյոք հրապարակավ այդ ծառայողին նվաստացնելու միտում չէր դա։ Չգիտեմ, ինձ թվում է, գիտեք, այս հարցը բարձրացնելուց նախ դուք պետք է գնահատական տակ ոստիկանի գործողություններին, հետո նոր իմ զայրույթի ընթացքում ասվածին։ Նախ կոլաժում ես չեմ դրել, իմ էջում ես դա ինքս չեմ տարածել, եկեք սա իմ վրա մի ուղեք։ Հետո իմիջիալոց նաև, հետո երբ որ դատախազը փորձեց առարկել սրա հետ կապված, դատավորը խնդիր չտեսավ։ Դատավորը նույնիսկ ինքը կրկնեց այդ բառը, ասեց այստեղ ուղղակի փաստական հանգամանքներն են ուսումնասիրվում եւ պաշտպանի մեղադրյալը, այսինքն ես բացատրություն եմ տալիս այդ գործողություններին։ Այլ ջան, սա չգիտեմ, բարձր ավելի մանչ